Բարոյ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Երևանից, պարոն Արմեն Պետրոսյան, ով տարածաշրջանային հարցերով փորձագետ է։ Բարոյ ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ ենք, որ միացաք մեզ։ Ձեզ եմ շնորհակալ ձեր լսարանի հետ կիսվելու, իմ կարծիքներով կիսվելու հնարավորության համար։ Պարոն Պետրոսյան, երևի սկսենք այն փաստաթղթից, որի մասին հայտարարվեց Վաշինգտոնում հունվարի 14-ին, երբ տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև շատ հետաքրքիր եւ կարեւոր հայտարարությունները, որ վերաբերվում էր թրիփին, տարբեր տեսավոր քննարկումներ եղան նաեւ Հայաստանում այդ հայտարարության շուրջ, ընդդիմության մեծ մասը կարելի ասել կարծում եմ, որ շատ վատ փաստաթուղթ է, քանի որ բաժնետոմսերի բացարձակ մեծամասնությունը անցնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ ըստ իրենց Հայաստանին շատ քիչ է մնում այդ ծրագրից, սակայն նույն ժամանակ մենք տեսնում ենք, որ այլ հետաքրքիր կարծիքներ եւս կան, որ դա ավելացնում է նաեւ Հայաստանի անվտանգությունը եւ ապագայում նաեւ մեծ եկամուտներ կարող է բերել Հայաստանին ամբողջ տարածաշրջանից եւ ոչ միայն տարածաշրջանից, այլ նաեւ տարբեր երկրներից, քանի որ շատ կարևոր երթուղի է անցնելու Հայաստանով։ Որն է ձեր կարծիքը եւ դիրքորոշումը այս հարցի շուրջ։ Շատ լավ։ Ընդ որում, տեսեք, դուք երկու հիմնական տեսակետեր դիրքորոշումներ նշեցիք, ինչը, այսպես ասեմ, օբյեկտիվ է, առնվազն օբյեկտիվ է նախ Հայաստանում ներքաղաքական իրողությունների համատեքստում, քանի որ գիտենք, որ այս տարին Հայաստանի համար ընտրական տարի է եւ իհարկե այս նախընտրական շրջանում բնականաբար շատ ավելի գորշ, կտրուկ եւ շատ հաճախներ բովանդակային առումով շատ տարբեր արձագանքների եւ վերլուծությունների ականատես ենք լինում եւ նաեւ իհարկե ականատես լինելու ենք։ Որն է իմ գնահատականը, ընդ որում ուզում եմ նշել, որ բացի մեր հայաստանյան իրողությունները, այստեղ վստահում եմ նաև արտաքին որոշ գործոններ եւս որոշակի ազդեցություններ նաև այս արձագանքների վրա, քանի որ գիտենք, որ թրիփ նախագիծը միանշանակ չի ընդունվում ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս տարբեր դերակատարների կողմից եւ բնականաբար այս ամբողջ իրողությունների համակցությունը ձևավորել է այն իրողությունը, որ մենք հիմա այս հարցը քննարկում ենք հենց ձեր նշած տարբեր կարծիքների համատեքստում։ Իմաստից սա ինչ է նշանակում, այս հայտարարությունը ինչ է նշանակում։ Իմ կարծիքով սա միջանկյալ փաստաթուղթ է օգոստոսի 8-ից հետո եւ շատ ավելի դետալային հաջորդ փաստաթղթից առաջ։ Այսինքն այս փաստաթղթը ցույց է տալիս, որ process-ը ընթացքում է, ինչով է սա կարևոր, որովհետեւ օրինակ օգոստոսի 8-ից հետո հիմնականում մենք ականատես ենք տարբեր հայտարարությունների, Հայաստանի կողմից հայտարարությունների, Միացյալ Նահանգների կողմից եւ Ադրբեջանի կողմից, ինչ որ Թուրքիայի կողմից հայտարարությունների առայն, որ կա process, կան բանակցություններ, կողմերը նշում են իրենց դիրքորոշումները, իրենց ակնկալիքները, իրենց պատկերացումները փաստաթղթի եւ ընդհանրապես նախագծի վերաբերյալ, իսկ այս դեպքում արդեն մենք ունենք բավականաչափ լայն բացված փաստաթուղթ, որը բավականաչափ այսպես էական մանրամասներ է հաղորդում փաստաթղթի վերաբերյալ, նախագծի վերաբերյալ։ Բայց կրկնում եմ, սա էլ միջանկյալ փաստաթուղթ է, որտեղ առանձին հարցերով դեռևս կտեսնենք այլ դետալային մանրամասնություններ։ Հիմա եթե գանք կոնկրետ ձեր հարցին, հատկապես տոկոսների հետ կապված նախագծից ստացվելիք օգուտների մասով, այստեղ իմ գնահատմամբ տեսեք նախորդիվ, այսինքն
մինչև օգոստոսի 8-ը եւ օգոստոսի 8-ից հետո այդ նախաբանակցային շրջանում, եթե կհիշեք, տեղեկատվություն էր շրջանառվում այդ թրիփ կապողու ենթակառուցվածքների Միացյալ Նահանգներին վարձակալության փոխանցելու 100 տարվա 99 տարվա պայմանական ժամկետը։ Եվ այդ ժամանակ խոսում էր հավասար մասնաբաժինների մասին։ Այս պարագայում տեսնում ենք, որ ժամանակահատվածը կրճատվել է։ Եվ այդ համատեքստում բնականաբար փոխվել են նաև տոկոսները։ Այսինքն բարձր որ Միացյալ Նահանգների համար բացի քաղաքական կարևորությունը, այս նախագիծն առավելապես տնտեսական ուրեմն տնտեսական նախագիծ է եւ նպատակը բնականաբար դրանից առաջին տնտեսական շահույթներ ունենալն է։ Եվ քանի որ կրճատվում է ժամկետը 100-ից 50 տարի, բնականաբար Միացյալ Նահանգները այն բոլոր հաշվարկները, որ ուներ այդ երթուղուց տնտեսական օգուտներ ստանալու առումով, ուրեմն վերահաշվարկել է ավելի սահմանափակ, ավելի կարճ ժամկետի համար եւ կարծում եմ, որ դրանով էլ փոխվել է տոկոսային համամասնությունը։ Բայց այնուամենայնիվ, տեսեք, մենք հիմա խոսեցինք տնտեսական որոշ դետալների մասին, խոսեցինք որոշ քաղաքական եւ քարոզչական դետալների մասին։ Իմ համար այս փաստաթղթի կարևորությունը մի փոքր այլ տեսանկյունից է կարևոր, առայն որ այնուամենայնիվ եւ նաեւ հաշվի առնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտեցումները Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության վերաբերյալ աշխարհի եւ տարածաշրջանի համար շատ բարդ շրջափուլում եւ Հայաստանում նախընտրական շրջանում մենք ունենք գոնե Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սպառնալիքների ավելի կառավարելի մակարդակ։ Իսկ սա կրկնում եմ աշխարհում առկա ներկայությունների պայմաններում ինձ համար ամենակարևոր հանգամանքն է։ Իհարկե հետագայում նախագծի դետալների ավելի մանրամասնման պարագայում շատ ավելի գուցե թիրախային դիրքորոշումներ հայտնելու հնարավորություն լինի, բայց այս պահին կարևոր է, որ ունենք համաձայնություն, այսինքն Միացյալ Նահանգների ներկայությունը մեր տարածաշրջանում ըստ էության եւ այդ ներկայության վերաբերյալ պայմանավորվածությունը միսուարում է ստանում, այսինքն կա դրա հետագա ընթացքի երաշխիք 1, երկրորդը Ադրբեջանը եւ Թուրքիան կարծես թե նույն այդ պայմանավորությունների համատեքստում իրենց համաձայնություն են հայտնում եւ դրանով իսկ հետևում են գործընթացին չավելացնելով հավելյալ անվտանգային ռիսկեր Հայաստանի Հանրապետության համար։ Բայց միևնույն ժամանակ տեսեք, եթե ենթադրենք ներկա աշխարհի պայմաններում, երբ շարունակվում է ուկրաինական պատերազմը, երբ օրինակ Վենեսուելայում տեղ ունեցավ բավականաչափ խնդրահարույց եւ ոչ միանշանակ process, Գրենլանդիայի հետ կապված շարունակվում են Միացյալ Նահանգներ, Դանիա եւ Եվրամիություն հակասությունները, Իրանում իրավիճակը բավականաչափ մտահոգիչ է եւ դեռևս օրակարգից ամբողջովին դուրս բերված չէ ռազմական միջամտության հնարավորությունը եւ Հայաստան բնականաբար ակնկալվող ներքաղաքական process-ների համատեքստում հատկապես Ռուսաստանի կողմից ակնկալվող ավելի ակտիվ գործողությունները ներհայաստանյան process-ների վրա ազդելու։ Այսինքն այս բոլոր նշվածս իրողությունների համատեքստում անշուշտ ես գնահատում եմ թրիփի վերաբերյալ Վաշինգտոնյան պայմանավորվածությունը եւ դրա շուրջ տարածաշրջանային արձագանքները հենց այս համատեքստում իհարկե դեռևս կանխատեսել որոշակի անորոշություն գործընթացի հետագա ընթացքի մասով, որը պայմանավորված է միանշանակ
ոչ հայկական կողմի դիրքորոշմամբ եւ քայլերով, այլ ավելի գլոբալ իրողություններով եւ իհարկե Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ կապված։ Պարոն Պետրոսյան, դուք նշեցիք նաև Ռուսաստանը ու Իրանը։ Հետաքրքիր հայտարարություններ ունեցանք Իրանից, նախքան այդ process-ները, որոնք որ տեղի ունեցան Իրանում, իրենց հոգևոր առաջնորդի խորհրդական վիլայաթին հայտարարությամբ հանդես եկավ, գիտեք այդ մասին, հենց թրիփի մասով, դրանից բացի, երբ որ հայտարարությունը ընդունվեց Վաշինգտոնում, մենք տեսանք Սոլովյովի հայտարարությունը, դժվար թե դա ուղղակի համընկում էր կամ երկու օր առաջ մենք նաև ականատես եղանք, թե ինչպես Դուգինը հայտարարությամբ հանդես եկավ նույն ոճի մեջ, բայց ավելի գաղափարական, որ պետք է Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը գրավելու նման ինչ որ ոճերի մեջ։ Ինչ եք կարծում, այս ամենը միմյանց հետ կապ ունի։ Միանշանակ կապ ունի, հենց սրա մասին էի նշում։ Այսինքն մենք աշխարհը այսօր եւ նաեւ իհարկե մեր տարածաշրջանը, որ անմասն չէ աշխարհից, ազդում է բազմաթիվ process-ներից։ Այսինքն Հայաստանը ազդում է բազմաթիվ process-ներից, որոնք կապված են եւ մեր տարածաշրջան աշխարհում առկա իրողություններով։ Այսինքն ինչու է Սոլովյովը այդ Դուգինի նման հայտարարություններ անում, որովհետեւ փաստացի այսօրվա աշխարհը թույլ տալիս է նման հայտարարություններ անելու։ Չնայած որ նշեմ, նրանց գործը խոսելն է, արտահայտվելն է, ոնց որ իմ եւ ձեր գործը։ Հիմա եթե զուտ խոսելու համատեքստում արձագանքենք այդ հայտարարությունները, պետք է ասենք դե կարող եք արեք։ Բայց ես ուզում եմ շատ ավելի խորքային վերլուծություն անել այս հայտարարությունների հետ կապված, ըստ դրանք ներկայացնում են Ռուսաստանի արդեն անթակույց պլանները հետխորհրդային, բայց հատկապես ԱՊՀ ուրեմն տարածաշրջանի նկատմամբ։ Ես այս մասին եմ խոսել, ըստ էության ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՊՀ-ի ձևավորումը ըստ Ռուսաստանի այդ ժամանակվա իշխանությունների եւ որոշում կայացնողների իշխողելիքայի ոչ թե ԱՊՀ-ն, ոչ թե ԽՍՀՄ-ի փլուզման եւ ձևավորված անկախ պետությունների միավորմանը միտված գործողություն, այլ այսպես ասենք ԽՍՀՄ-ում իրականացված բարեփոխումների որպես բովանդակային ընթացք։ Եվ փաստացի, բայց եւ այնպես Ռուսաստանը չկարողացավ ԱՊՀ-ի այդ տրամաբանությունը ապահովել։ Եվ որպեսզի այդ բովանդակությունը ապահովեր, անհրաժեշտ էր հարմար աշխարհաքաղաքական իրավիճակ։ Եվ կարծում եմ, որ ռուսական գործող վարչակարգի գաղափարական սպասարկումները հենց այս պատե աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով են բարձրաձայնում այդ խնդիրների մասին եւ փաստացի այս պահին միջազգային իրավունքը որևէ կերպ չի գործում, այն բոլոր խաղացողները, որոնք ընդունակ են, խախտում են իրավունքը, միջազգային իրավակարգը չի գործում եւ բոլորը փաստացի ովքեր կարող են առանց հաշվի առնելով նախկին իրավական զսպումները փորձում են իրենց խնդիրները լուծել։ Հիմա վերցնենք տեսական մի հնարավորություն, ասենք Ռուսաստանը հարձակվում է Հարավային Կովկասի վրա։ Լավ, Ադրբեջանի մի կողմ թողնենք, քանի որ Ադրբեջանի դեպքում կա Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների որոշակի դաշնակցային պարտավորություններ։ Բայց Վրաստանի եւ Հայաստանի դեպքում ով է գալու եւ մեր երկու երկրների պաշտպանելու։ Բայց Հայաստանի դեպքում ռազմավարական հարաբերություններ, որը շատ հարաբերություն լավ նաեւ հարաբերություններ Փաշինյանի հետ, քանի որ Փաշինյանը մեկնում է Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ գալիս է անխոչանակ։ Դե հիմա տեսեք նույն Դուգինն ու Սալավյովը այդ հայտարարությունները անում են առանց հաշվի առնելու, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կան այդպիսի հարաբերություններ։ Սա է կարևոր հանգամանք, այսինքն այստեղ կարևորագույն հանգամանքն այն է, որ խաղի կանոնները այլևս չեն գործում։
Եվ եթե Ռուսաստանը տեսնի իր կենսական շահերին լուրջ վտանգ մեր տարածաշրջանում, նա կարող է, չեմ ասում գնալու է այդ ճանապարհով, բայց կարող է դիտարկել նման սցենարով հարցերի լուծման հնարավորությունը։ Տեսեք, Ուկրաինայում արդեն շուտով 4-րդ տարին կլրանա, որ այդ ճանապարհով է ընթանում։ Ընդ որում Հայաստանի եւ Վրաստանի մի քիչ կենտրոնասիական երկրների մասով էլ ավելի զգուշավոր է խոսում, որտեղ այնտեղ բավականաչափ ազդեցիկ դիրքեր ունի Չինաստանը եւ գուցե Չինաստանը եւս փորձի ինչ-որ գործողություններ իրականացնել։ Բայց Ռուսաստանի այս մոտեցումը եւ հնարավոր գործողությունները, ելի մենք հիպոթետիկ սցենարում ենք գնահատում իհարկե, այնպես չի որ կա հստակ կանխատեսվում Ռուսաստանի կողմից ագրեսիվ գործողություններ։ Պարզապես կրեմլյան գաղափարախոսները իրենք նշում են, ստեղծում են քարոզչական հիմք, որտեղ տեսեք երկու հայտարարություն եղավ եւ ինչքան արձագանք այդ հայտարարություններին, որը ապահովում է բավականաչափ կարևոր քարոզչական հիմք։ Հիմա օրինակ տեսեք անցյալ տարեվերջին, երբ որ Միացյալ Նահանգներում, այսինքն 2024-ի տարեվերջին Միացյալ Նահանգների ընտրություններից հետո Դոնալդ Թրամփի մի քանի հայտարարություններ, օրինակ նույն Գրենլանդիայի վերաբերյալ, նույն Կանադան 51-րդ նահանգ հռչակելու վերաբերյալ, սրանք ստեղծում են նույն այդ քարոզչական հիմքը հետագայում ինչ-որ գործողություններ նախաձեռնելու համար։ Հիմա իմ գնահատմամբ այդ հայտարարություններն էլ այդ մակարդակում են։ Կրկնում եմ, ես չեմ գնահատում ոչ միայն այդ հայտարարությունների, այլև ընդհանրապես այդ գործողությունների իրատեսականությունը։ Բայց այն մարդիկ, ովքեր խոսում են կամ հանդես են գալիս ու գործը խոսքային մակարդակում, հրապարակային մակարդակում տեքստեր հնչեցնելն է, նրանք այս պահին լուծում են հենց այդ խնդիրը։ Երբ որ Ռուսաստանը, այսինքն հիմքեր ստեղծելու Ռուսաստանի համար քարոզչական մակարդակում, տեղեկատվական մակարդակում, անհրաժեշտության եւ հնարավորության դեպքում դիտարկել նաեւ այն սցենարները, որոնց մասին նրանք խոսում են։ Իսկ Իրանը Իրանի դեպքն էլ հետաքրքիր է եւ ելի Իրանի հայտարարությունն էլ տեղավորվում է աշխարհում եւ տարածաշրջանում այս արկա անորոշ իրողությունների համատեքստում, երբ որ շատ մեծ է հնարավորություն շարունակել պահպանվել ուղիղ ռազմական արճակատման հնարավորությունը Միացյալ Նահանգների հետ, երբ էլի նույն Միացյալ Նահանգների այս դիրքավորումը հնարավոր գործողություններ Իրանում իրենք մեծ հաշվով միջազգային իրավունքի խախտումներ են, նույն Իսրայելի, օրինակ անցած հունիսյան 2025-ի հունիսյան պատերազմը, ներկայում Միացյալ Նահանգների էլ եմ ասում դիրքավորումը։ Տեսեք, երբ որ Դոնալդ Թրամփը հայտարարել, որ չգիտեմ, թող այսինքն Իրանի բնակչությունը թող ոտքի կանգնի գրավի տարածքներ, կառույցներ, պետական գնա իշխանափոխության եւ այլն, հետո խոստանում է գալ ռազմական աջակցություն ցուցաբերել։ Որևէ պետության ներկա, այսինքն ՄԱԿ-ի կանոնադրության շատ կոպիտ միջամտություն է։ Այո, ՄԱԿ-ի կանոնադրության միջազգային իրավունքի սկզբունքներով որևէ պետություն իրավունք չունի միջամտել մեկ այլ պետության ներքին գործերին կամ փորձել կարգ ու կանոն սեփական միջոցներով կարգ ու կանոն ապահովել այդ երկրորդ պետության տարածքում։ Դրա համար կան հստակ մեխանիզմներ։ Նման որոշման կայացումը ՄԱԿ-ի կանոնադրությամբ վերապահված է ՄԱԿ-ի անդամության խորհրդին։ Բայց այս կազմակերպությունը փաստացի արդեն խաղից դուրս է եւ ըստ էության փաստացի որևէ ազդեցություն չունի միջազգային process-ների վրա։
Այս պարագայում հանդես է գալիս նաև Իրանը։ Նախ փորձում է հավասարի մակարդակով խոսել Տրամփի հետ, Իրանի տարբեր իշխանության տարբեր ներկայացուցիչներ, եւ բացի այդ քաղաքական հայտարարություններ, բնականաբար նրանք փորձում են, իհարկե այս հայտարարությունները շատ կարևոր են, որտեղ իրենք գոնե քարոզչական մակարդակում ցույց են տալիս, որ Իրանում իրավիճակը սրվում է արտաքին միջամտության արդյունքում, հետեւաբար դրա համար էլ անհրաժեշտ է բնականաբար էլի անհրաժեշտ քարոզչական ֆոն ստեղծել, բայց մենք տեսնում ենք երկրներում, որտեղ իրենց գնահատմամբ տեսնում են հնարավորություններ թիրախավորելու Միացյալ Նահանգներին, գնում են այդ ճանապարհով։ Այստեղ ինձ համար իհարկե անընդունելի է Հայաստանի Հանրապետության հասցեին ուղղված խոսքերը Իրանի նորաշխնակ դեսպանի, բայց կարծում եմ դա բնականաբար Իրանից իջեցված ուղերձ է եղել նման կտրուկ դիրքորոշում հայտնելու եւ կարծում որ պետք է հայկական կողմից համապատասխան գոնե արձագանք լինի այդ հայտարարությանը, չնայած որ ներքին գործերի նախարարությունը համապատասխան ուրեմն հայտարարությամբ հանդես եկան, բայց օրինակ կոնկրետ այն արտահայտության վերաբերյալ, որ Հայաստանը Իրանում այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանը վերածվում է հակաիրանական գործողությունների կենտրոնի, սա վտանգավոր հայտարարություն է, որևէ կերպ չի կարող նպաստել Հայաստան-Իրան հարաբերությունների խորացմանը, մանավանդ այս զգայուն շրջափուլում։ Եվ մյուսը բնականաբար կոնկրետ տրիպի հետ կապված հասկանալի հայտարարություն է, որտեղ կրկնում եմ, այս պահին Իրանը շատ զգայուն է Միացյալ Նահանգների քայլերի նկատմամբ, Միացյալ Նահանգների գործողությունների, շահերի եւ ներկայացումների նկատմամբ։ Իսկ տրիպը դա այն նախագիծն է, որի հետ կապված իրանական կողմը կարող է որոշակի քննադատություններ հնչեցնել։ Բայց կրկնում, այս զգայուն շրջափուլի ավարտից հետո այդ հայտարարությունները վստահաբար պետք է այդ հայտարարությունների համար պետք է որոշակի պարզաբանումներ պահանջել դեսպանից, ինչու որտեղ հայկական կողմը առանց վարանելու բոլոր մակարդակներում հնարավորինս թափանցիկ ներկայացնում է պաշտոնական Երևանի դիրքորոշումը Հայաստան-Իրան հարաբերությունների մասով եւ այլ երկրների հետ համագործակցության տարբեր ձևաչափերում Իրանի շահերը եւ զգայունությունները հաշվի առնելու մասով։ Այդ ամեն ինչը հաշվի չառնելով նման հայտարարություն անելը, կարծում եմ, ուրեմն անելու դեպքում եւ այդ փաստը արդեն ունենք, պետք է համապատասխան որոշակի արձագանք այնուամենայնիվ։ Միգուցե Ռուսաստանից էլ կա որոշակի ազդեցություն Իրանի վրա, քանի որ Ադրբեջանը այլևս չի կարող Հայաստանի հետ հակադրության մեջ լինել այդ օգոստոսի 8-ի փաստաթղթերից հետո փաստացի շահերի չի բխում այդ ամենը։ Հիմա Իրանի ուղղությամբ են շրջվել, ռուսները աշխատում են Իրանի հետ նույն ոճով։ Ես չեմ կարծում, որ ձեր նշած համակարգումը քայլերի կա, տեսեք, ես մշտապես եմ նշել, թրիփ նախագիծը Իրանի շահերից չի բխում։ Եվ Իրանում վերլուծությունը գնահատական այս նախագծի այն է, որ այն հակասում է Իրանի շահերին, բայց քանի որ Իրանը չունի ազդեցության էական լծակներ այս գործընթացի հետ կապված, ավելի զգուշավոր դիրքավորում ունի, չնայած որ մենք էլ խոսեցինք այն մասին, օրինակ դուք էլ Բելայետի հայտարարությունը մեր բերեցիք, հիմա ցանկացած առիթով, երբ որ հնարավորություն կլինի տրիպի դեմ խոսելու, Իրանը այդ հնարավորությունն օգտագործել է։ Իսկ վերջին զարգացումները Իրանի ներսում եւ Միացյալ Նահանգների վարքագիծը ըստ իրանական կողմի նման հնարավորություն է։ Որտեղ կրկնում, եթե Իրանը քննադատում է Միացյալ Նահանգներին, պատասխանում է Միացյալ Նահանգներին բոլոր հնարավոր մակարդակներում, ապա մեր տարածաշրջանում եւ Հայաստանում Միացյալ Նահանգների հիպոթետիկ եւ տեսական ապագա ներկայությունը
Եվս ուրեմն թեմա է, որին կարող է Իրանը անդրադառնալ եւ օգտագործել իր առողջական նպատակով, որի ականատեսն մենք եղանք ըստ էության։ Պարոն Պետրոսյան, որպես տարածաշրջանային փորձագետ, ինչպես եք գնահատում Իրանում տեղի ունեցածը, հաշվի առնելով այն, որ մի քանի տարի առաջ նման դեպքեր, զարգացումներ եղել էին Իրանում, բայց կարծես թե հիմա ավելի շատ զոհեր կան, ավելի շատ է միջազգային արձագանքը եւ պատերազմի վտանգը։ Ինչ էր դա ապստամբության փորձ, հեղափոխության փորձ, թե ուղղակի սոցիալական ֆոնի վրա խժդժությունները, որոնք որ հետո արդեն արտաքին ազդեցություն ունեցան։ Բոլորը միասին, այսինքն սա սոցիալական, տնտեսական խնդիրներով պայմանավորված բողոքի գործողություն էր, որը համախմբեց բավականաչափ այսպես զգալի հատված իրանական հասարակության, բայց միևնույն ժամանակ դրա վրա եղավ նաև արտաքին ազդեցություն, հատկապես Իսրայելի կողմից երկրի ներսում, տարբեր ուրեմն գործակալական ցանցի բջիջների ակտիվացման միջոցով, միջամտություն արտաքին ուրեմն ուղղորդման տեսանկյունից իդեմս Միացյալ Նահանգներից հնչող հայտարարությունների այդ մասին խոսեցինք եւ իհարկե ուրեմն այդ ամենի համատեքստում շատ ավելի անկանխատեսելի եւ մեծամասշտաբ ուրեմն բողոքի գործողություն, ոչ միայն բողոքի գործողություն, հստակ վարչակարգի դեմ ուղղված ուրեմն հիբրիդային, այսպես ասենք, բազմաշերտ ինչ-որ օպերացիա։ Այս զարգացումների ամենակարևոր հատկանիշը իմ գնահատմամբ դրանց անկանխատեսելիությունն էր։ Դուք նշեցիք օրինակ 2022-ի դեպքերը, դրանից առաջ 2019-ի եւս նման դեպքեր եղել են եւ այլն։ Ավելի վաղ 2000-ականների վերջինն նման զարգացումներ եղել այդ ընտրական։ Այս դեպքում ավելի process-ները անկանխատեսելի են։ Այսինքն ինքը չափելի սցենար էր, որտեղ նույն 2025 թվականի հունիսյան պատերազմից հետո ինչու կանգնեց Իսրայելը, ինչու կանգնեց Միացյալ Նահանգները, որտեղ երկրի ներսում իրենց վերջնանպատակին, այսինքն Իրանում վարչակարգի փոփոխությանը հասնելու համար պետք է երկրի ներսում որոշակի կոնսոլիդացիա, որը չափահովեց հենց այդ պատերազմի պատճառով, որտեղ հակառակը պատերազմի եւ Իրանի դեմ հարձակման հանգամանքը Իրանի իշխանություններն օգտագործեցին հասարակությանը համախմբելու եւ ներքին բողոքի գործողություններ թույլ չտալու եւ պատերազմը դադարեցվեց պատեհ պահին վերսկսվելու պայմանով, բայց այդ պատեհ պահը այս դեպքում այնքան էլ կանխատեսված չէր ոչ Միացյալ Նահանգների համար, ոչ Իսրայելի համար, դրա համար իրենք չունեին պատրաստի գործողության սցենար եւ դա է նաեւ պատճառը, որ մեծ հաշվով առայժմ զարգացում չկա Իրանում տեղի ունեցածի Իսկ դրա հետևանք կարող է լինել նաև դա, այսինքն պատերազմի հետևանք ամիսներ անց։ Դե վստահաբար նաև պատերազմներ այդ հետքը թողել եւ նպաստել, որպեսզի այդ տնտեսական խնդիրներն առաջանան, բայց հատկապես Միացյալ Նահանգների կողմից վարող տնտեսական քաղաքականությունը, որը միտված է Իրանին առավելագույնս տնտեսական առումով ճնշելու, բայց կրկնում եմ, դա ռազմական զարգացում չունեցավ այն պատճառով, որովհետև ոչ Միացյալ Նահանգները, ոչ Իսրայելը այս պահին չունեին նման պլան իրավիճակի միջամտելու շատ պարզ պատճառով Իսրայելը պատրաստում է ընտրությունների, Միացյալ Նահանգները զբաղված է իր համար շատ ավելի կարևոր խնդիրներով եւ Իրանում իրավիճակի թեժացումը այն էլ կրկնում եմ անկանխատեսելի լուծումներով, որովհետև չկա պատրաստի լուծման սցենար։ Այսինքն ավիակիրների մոտեցումը ոչինչ չի նշանակում այս պահի դրությամբ։ Թրամփի հայտարարությունները ճիշտ է փոփոխվում են, բայց դե տեսեք, գուցե առանց արտաքին միջամտության
իրավիճակի տեժացումը եւ տևական ժամանակ Իրանում անկայունությունը բխեր Իսրայելի եւ Միացյալ Նահանգների շահերից։ Բայց քանի որ մեծ հաշվով դա չկա, այսինքն Իրանի իշխանությունները կարողացել են կառավարության նույն վերադարձնել process-ը, այս առումով որպեսզի բողոքի գործողությունները կամ այդ տարաբնույթ հակաիշխանական գործողությունները շարունակականություն ստանան, դրա համար պետք է արտաքին աջակցություն։ Այդ արտաքին աջակցությանն է, որ ոչ Իսրայելը, ոչ էլ Միացյալ Նահանգները այս բան պատրաստ չեն եւ նման պլաններ չունեն գնալու կարծես թե, բայց ես նշում եմ անդադ որոշակի անորոշություն, որտեղ մենք տեսնում ենք այնուամենայնիվ Միացյալ Նահանգները որոշակի ռազմական կոնտինգենտ է տեղափոխում տարածաշրջան, հատկապես օդուր։ Այսինքն տեսեք, եթե process-ները կանխատեսելի լինեին, այսինքն եթե դիցուք օրինակ թե Միացյալ Նահանգներում, թե Իսրայելում լիներ որոշակի կանխատեսում, որ ասենք դեկտեմբերին կարող է նման գործողություններ տեղի ունենալ, այդ նույն ռազմական կոնտինգենտը շատ ավելի վաղ ուղարկված կլներ տարածաշրջան եւ նրանք պատրաստ կլինեն արագ գործելու։ Եվ քանի որ չունեն այս բանը դրա համար մենք տեսնում ենք որոշակի այսպես լարվածության թուլացում, բայց այնուամենայնիվ կրկնում եմ, որ այդ իրավիճակի տեժացման հնարավորությունը դեռս արկա է։ Նաև Վենեսուելան կար, պարոն Պետրոսյան, կարծում եմ։ Դե, այո, Վենեսուելա, դուք ճիշտ եք նշում, Վենեսուելա, Գրենլանդիա։ Բայց Թրամփը Գազայում, ներողություն, Գազայում դեռևս դեկտեմբերին պետք է այդ պայմանավորվածությունը երկրորդ փուլ տեղափոխվի։ Նոր, այսինքն մեկ ամիս անց է, որ մենք տեսնում ենք ինչ-որ տեղաշարժ։ Միացյալ Նահանգները որքան էլ գերտերություն է, որքան էլ աշխարհի ամենահզոր պետությունն է, բայց նրա ռեսուրսները սահմանափակ է եւ նա չի կարող միաժամանակ բոլոր ուղղություններով իրավիճակներ կառավարել։ Իսկ Իրանը ոչ Վենեսուելա է, ոչ Գրենլանդիա է, ոչ էլ առավելևս Գազա է։ Շատ լավ, պարոն Պետրոսյան, իսկ ինչ է տեղի ունենում Սիրիայում։ Վերջորեն մենք հետաքրքիր տեղեկություններ ենք ստանում նաև Սիրիայից, հատկապես Ալեպոմ իրավիճակը շատ բարդ էր, քրդերի հետ բախումը Սիրիայի նոր իշխանությունների, կարծես Թուրքիայի օգնությամբ Սիրիայի իշխանությունները փորձում են քրդերի դիրքերը թուլացնել եւ ինչ որ չափով ստացվեց, հա։ Հիմա նոր պայմանավորվածություններ ձեռք բերեցին։ Ինչ տեղեկություններ ունեք դուք, ինչ է տեղի ունենում այնտեղ։ Դե, եթե կարճ ասեմ, Սիրիայում լուծում է քրդական խնդիրը, եւ Սիրիայի իշխանությունները դա իրականացնում են ինչպես ներքին ռեսուրսներով, այնպես էլ իհարկե չափազանց կարևոր արտաքին աջակցությամբ, խոսքը վերաբերում է Թուրքիան եւ Միացյալ Նահանգներին։ Եթե նկատել եք նույն այս վերջին պայմանավորվածությունը, որը հունվարի 18-ին տեղի ունեցավ Դամասկոսում, դա կայացավ Միացյալ Նահանգների, Թուրքիա Միացյալ Նահանգների դեսպան եւ նաեւ սիրիական հարցով Դոնալդ Թրամփի ուրեմն բանագնացի ներկայությամբ եւ միջնորդությամբ։ Այս չափազանց կարևոր հանգամանք է։ Այսինքն ունենալով արտաքին որոշակի լոյալություն այս process-ի նկատմամբ սիրիական իշխանությունները սահմանափակ ռազմական լարվածությամբ եւ քաղաքական դիվանագիտական ճնշումների արդյունքում փաստացի հասան ըստ էության գոնե փաստաթղթային այս բանի փաստաթղթային մակարդակում հասան Սիրիայի հյուսիսում եւ հյուսիս-արևելքում շուրջ 1.5 տասնամյակ շարունակվող քրդական ինքնավարությանը, որը շատ լուրջ անվտանգային եւ ռազմավարական խնդիր էր Թուրքիայի համար, Սիրիայի համար, Իրանի համար, Իրաքի համար եւ փաստացի այս խնդիրը կարողացան գոնե այս պահին լուծել, չնայած պրակտիկ հողում այդ փաստաթղթի դրույթների իրականացումը կարծում եմ դեռ բավականաչափ խնդիրներ է անորոշություններ առաջացնելու Սիրիայի կառավարության համար եւ մյուս կարևոր հանգամանքը, որ ուզում եմ նշել, ես նշեցի, ընդգծեցի Սիրիայում ինքնիշխանության վերականգնումը, որտեղ
2024 թվականի ավարտից հետո ամբողջ 25 թվականի ընթացքում հատկապես Իսրայելի ջանքերով փորձեր արվում Սիրիան տանել ֆեդերալիզացիայի ճանապարհով, այսինքն թույլատրել, այսինքն այդ միատարր երկիրը դարձնել դաշնակցություն, որը ավելի մեծ հնարավորություններ է ստեղծելու Իսրայելի համար Սիրիայում իր ազդեցություն ունենալու, այսինքն առանձին կերպով աշխատելով քրդերի հետ, դրուզների հետ, եւ այս սցենարից իհարկե կարող որոշակի կերպով օգտվել նաև Իրանը հաշվի առնելով ալավիների հետ կապը եւ իհարկե որպես այսպես Իրանի ազդեցության լծակ Սիրիայում ուրեմն այդ գործոնը օգտագործելու հանգամանքը։ Հիմա փաստացի տեսնենք, որ իսկ քրդական խնդիրը ամենակարևորն է, ինչու՞, որովհետեւ ի տարբերություն դրուզների եւ ալավիների քրդերը արդեն տևական ժամանակ փաստացի ինքնավար են։ Մեկ ունեին զինված կոնտինգենտներ, քաղաքական իշխանություն, ունեն արտաքին աջակցություն։ Հիմա երբ որ քրդերի հարցը լուծվեց, կարծում եմ որ Սիրիայի իշխանությունները արդեն շարունակել են այս գիծը դրուզների նկատմամբ Իսրայելի սահմանի հարևանությամբ եւ իհարկե ալավիների նկատմամբ եւ փաստացի օրակարգից փորձել են լույս թողնել Սիրիան դաշնային պետություն դարձնելու արտաքին ծրագրը։ Իմ գնահատմամբ եթե դիտարկենք Սիրիայի տեսանկյունից, սա իհարկե շատ կարևոր հանգամանք է, որտեղ Սիրիան կարևոր երկիր է ցավալերքում։ Բայց եթե վերցնում ենք օրինակ նույն Սիրիայի համայնքի տեսանկյունից եւ նաեւ որոշակի առումով Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունները հաշվի առնելու տեսանկյունից, ուրեմն որոշակի իհարկե հետաքրքիր, եթե ոչ խնդրահարույց իրողություններ են արձանագրում, այսինքն մենք ըստ էության տեսնում ենք Սիրիայում եւ հատկապես Սիրիայի հյուսիսում բավականաչափ ուժեղ թուրքական ներկայություն, իսկ Հալեպն Սիրիայի հյուսիսումը եւ այստեղ բնականաբար գուցե այս հանգամանքը որոշակի ազդեցություն ունենա։ Դրան գումարած Ադրբեջանի ակտիվությունը, գերակտիվությունը վերջին մեկ տարվա ընթացքում, որը դրսևորում է ոչ միայն գազի մատակարարման պայմանավորվածությունները, այլև տարբեր հումանիտար, քաղաքական հարթություններում ակտիվությամբ եւ այլն։ Բայց իհարկե սրան հակառակ կան նաեւ հակակշիռներ, օրինակ նույն Միացյալ Նահանգների հանգամանքը, որի մասին նշեցի, Թոմբարակի, դեմս Թոմբարակի, որը ներկա է Դամասկոսում համաձայնության ձեռքբերմանը, եւ իհարկե այն հանգամանքը, որ այն ամենը Հայաստանի եւ Սիրիայի իշխանությունների միջեւ էլ կա կայուն երկխոսություն, եւ բաց այդ իհարկե նաեւ Հայաստանը կարգավորում է հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ գուցե այս հանգամանքը եւս հնարավորություն լինի։ Իհարկե, վերոնշյալի համատեքստում, ինչպես Թուրքիայի, այնպես էլ առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի բավականաչափ ակտիվ դերակատարումը Սիրիայի տարածքում որոշակի մտահոգություններ կարող է առաջացնել Սիրիայի համայնքի համար, որտեղ ակնհայտ է, որ եթե այդ երկրները ակտիվանում են տարածաշրջանի այդ կարևոր երկրում, նրանք բնականաբար փորձել են առաջ մղել նաև սեփական շահեր։ Բայց դրան էլ կա հակակշիռ, իսկ առաջին հակակշիռը բնականաբար Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունն է, ինչպես արդեն նշեցի, նույն վերջին Դամասկոսյան համաձայնությունների կայացմանը ներկա էր անձամբ Բարաքը Դոնալդ Թրամփի ներկայացուցիչը Սիրիայի հարցերով բանադրանցը։ Եվ մյուս կարևոր գործոնը Հայաստանի Հանրապետությունն է բնականաբար, որը իհարկե ունի կամ փորձում է ձևավորել երկխոսության մեխանիզմներ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ բացի այդ կա կայուն երկխոսություն նաեւ Սիրիայի գործող իշխանությունների հետ։ Ընդ որում ուզում եմ հիշատակել վերջին փաստը, որը եւս կարևոր ցուցիչ է, որ այդ երկխոսությունը կա, չնայած այստեղ Ադրբեջանի ներգրավվածությունը եւս կա։ Խոսքը Բաքվից
վերադարձած մեր 4 հայրենակիցների ազատության դիմաց Հայաստանում պահվող 44 օրյա պատերազմի մասնակից 2 սիրիացի զինյալների վերադարձն են Սիրիայի իշխանություններին։ Այսինքն սա էլ իր հերթին հստակ ցույց է, որ արարության դեպքում նաև մեր հայրենակիցների խնդիրների առնվազն վերհանմանը կարող է որոշակի մակարդակում նաև մասնակից լինել Հայաստանի Հանրապետություն։ Շատ շնորհակալ ենք այսօրվա զրույցի համար, պարոն Պետրոսյան։ Ձեզ նույնպես շնորհակալություն։